Բացումը տեղի ունեցավ 2001 թվականի մարտի 5-ին Իսրայելը եւ այստեղ տեղափոխվեց այն ամենը, ինչ անմիջական են կապունի Վազգեն Սարգսյանի հետ։ Գերազանց սովորել է, գերազանց ավարտել, գրեթե ամեն ինչ դպրոցի հետ կապված մայրը պահպանել է։ Այսինքն գերագույն նպատակն էր դառնալու ճանաչված ֆուտբոլիստ եւ չնայած նրան, որ ծնողները հակված էին, որ ինքը պատմական ուղղությամբ ընդունվեր եւ այդպես էլ գործերը տարանդիմեցին համալսարանի պատմական բաժինը, բայց Վազգեն Սարգսյանը մեկ ամիս առանձին ծնողներից գաղտնի տանում է գործերը դիմում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ, մեկ ամիս դիմում է դասի, հետո նոր բարձրաձայնում է, որ ինքը ուսանող է ոչ թե համալսարանի պատմական բաժնի, այլ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի եւ ավարտում է կարմիր դիպլոմով։ Հենց կազմակերպիչը գնացին Հանքային վերած, բայց ցեպենի գործանում այս հարակից ընտանիքը տպագրեց իր մյուս գիրքը, որտեղ աշխատեց արդեն իր ստեղծագործությունները, որը չեն Վազգեն Սարգսյանը գրող արձակագիր էր պատահի, որը 86 թվականին ունենալով առաջին գիրքը բավականին հաջողություն ունեցավ, դարձավ սովետական գրողների միության անդամ, միջազգային գրողների միության անդամ, ստացավ Հայաստանի Դեմիան կոմերցիոն մրցանակ, որ այն ժամանակ արձակագրի համար Մի երեկո նա ծնողների ներկայությամբ բարկացել եւ բարձր տոնով է խոսել, իսկ հաջորդ օրը մի նամակ է թողել, որում ասվում էր. «Կներեք, ես 3 ավելորդ տաքացա, էլ չի կրկնվի, ձեր Վազգեն»։ Ծնողները իրենց զավակներով, եղբայրները իրենց ընտանիքներով, ինչպես ասացի, չափազանց երեխայապաշտ անձնավորություն է եւ յուրահատուկ ակնական հուսեր էր տածում փոքրերի եւ մեծերի նկատմամբ։ Արդեն երկուվերի սառնանից հետո սառած չի բարձրում և նաև ասում է, որ վախենում է անպատասխանատու և ինքնավստահ քաղաքական գործիչներից, որոնք կարող են խեղկատակի պես գալ և հայրենիքը կործանել։ Իսկ հետագայում երբ Վազգեն Սարգսյանը սկսեց ստեղծագործել եւ տարված լինելով Հրանտ Մաթևոսյանով եւ եթե կարդաք իր արցակ ստեղծագործությունները շատ նման է Հրանտ Մաթևոսյանի գրչին, այնտեղ ինքը համեմատություններ սկսեց անել Հրանտ Մաթևոսյանի հերոսների հետ, Աղոնի հետ աշնանարելի, անվանեց Սոսե, իսկ հետագայում արդեն անվանեց Սոֆի։ Եվ այդպես էլ երազմանան քարի վրա է տեսակ կարծում եմ Սոֆի, այո, արդեն իր միջավայրի տղաների մակնիկերների համար ոչ թե անվանում են Գրետա Մարիվ, այլ Սոֆի։ Եթե ուզում են Վազգենի ձևով դիմեն, անվանում են Սոֆի։ Ոստով հավատալու մայր, մեծ ուղիտ էր, մեծ ուժիտ էր,